Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, որ մենք այսօր էլ կենդանի ենք, առողջ ենք, կարող ենք առ Աստծո ոտքերի մոտ եւ սովորել իրենից իր դասերը, թող Աստված օրհնի մեզ իր Սուրբ Հոգին թափի մեզ վրա ընդունող սիրտը, որպեսզի երբ որ իմանանք իր ճշմարտությունը, Քրիստոսի շնորհքով իրագործենք մեր կյանքում։ Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Մենք գիտենք, որ այս երամսյակ ուսումնասիրում ենք մի թեմա, որ կոչվում է միավորելով երկինքն ու երկիրը։ Եվ այսօր արդեն հասել ենք 9-րդ դասին, որը կոչվում է հաշտություն և հույս։ Հիշելու համարն է 2 Կորինթացիներ 5:21, որովհետև ասված նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծո արդարները լինենք։ Այսինքն որների իմաստը Հիսուսի գալու, մարտանալու և խաչվելու և հետո հարություն առնելու, որպեսզի մենք նրանով Աստծո արդարները լինենք, որպեսզի մարդիկ դադարեն մեղանչելուց, որպեսզի մարդիկ փրկվեն մեղքից, որպեսզի այն տառապանքը, որ մեղքը ստեղծել է, այս աշխարհում դադարի։ Պողոսը շարունակում է հաշտության թեման, որն այնքան վառ կերպով ընդգծվել է Կողոսացիներ 1:20-ում, որտեղ աստվածության լրիվ ամբողջությունը նրա մեջ հաճեց բնակվել։ Այնտեղ նա նկարագրել է դրա տիեզերական շրջանակը, մինչդեռ այն, ինչ հաջորդում է, դառնում է անձնական ու անհատական։ Իր խաչի մահվամբ Հիսուսը հաշտեցրել է բոլորին և ամեն ինչ, հատկապես մարդկանց, որ մեղքի պատճառով օտարված էին Աստծո կյանքից, բայց այժմ Հիսուսի միջոցով հավատքով հաշտվել են նրա հետ։ Այսինքն Հիսուսը աշխարհի փրկիչն է։ Դա ինչ է նշանակում, որ Հիսուսը ամեն մի մարդու փրկիչն է։ Հովհաննես 3:16 ինչ է ասում, որ ով որ նրան հավատա, հավիտենական կյանք ունենա։ Չի ասում աշխարհը նրան հավատա եւ հավիտենական կյանք ունենա։ Անհատական է ասում, ով որ նրան հավատա, հավիտենական կյանք ունենա։ Անհատական հաշտեցման գործընթացը բացահայտում է այս դասի մեջ, ինչպես տիեզերական ոլորտում, այնպես էլ այստեղ դա տեղի ունենում Քրիստոսի մահվան միջոցով։ Անհատական մակարդակում խաչը, հեռու լինելով պասիվ խորհրդանիշ լինելուց, դառնում է ակտիվ իրականություն։ Աստծո սերը վերափոխում է մարդկանց։ Խաչի զորությունը, խաչի զոհի, խաչի վրա զոհաբերված զոհի զորությունը, Հիսուսի զորությունը։ Երբ նրանք լսում են ավետարանը եւ ընդունում Քրիստոսին փառքի համար։ Պողոսը խոսում է նաեւ այն խորհրդի մասին, որ ծածկված էր դարի եւ սերունդներ շարունակ, ինչ է այս խորհուրդը եւ ինչ է ընդգրկում, ինչպես անհատ է, այնպես էլ տիեզերքի համար, ինչպես այս խորհուրդը կապված ավետարանի հետ, որն այնքան կրկոտ քարոզել է Պողոսը։ Խորհուրդ նաեւ կարող ենք ասել գաղտնիք, այդպիսի իմաստ ունի։ Կարդանք Կողոսացիներ առաջին գլխի 21-22 համարները, եւ նրանով, այսինքն Հիսուսով, հաշտեցնել ամեն ինչ իր հետ, խաղաղություն անելով խաչի վրա թափած իր արյամբ եւ երկրի վրա եւ երկնքում եղածների համար։ Եվ ձեզ, որ մի ժամանակ օտարացած եւ թշնամացած էիք նրան, ձեր մտածումներով եւ չար գործերով։ Եվ ինքը Պողոս իր օրինակից է ասում, որտեղ ժամանակին ինքն էլ էր իր չար գործերով, իր չար մտածումներով թշնամացած Հիսուսի հետ, թշնամի էր Հիսուսին, մինչև որ Հիսուսը հայտնվեց դրա ինչու է հալածումից։ Եվ այդ մի հարցը փոխեց նրան ողջ կյանքը։ Եփեսացիներ 5:27, որպեսզի նա իր առաջ փառավոր կերպով կանեցնի եկեղեցին, որ ոչ մի արատ կամ ախտեղություն կամ նման բաներից ոչինչ չունենա, այլ լինի սուրբ եւ անարատ։ Այսինքն փրկության խաչի իմաստը դա է, որ եկեղեցին, որ ամեն մեկը, ով որ դավանում է Քրիստոսին, լինի սուրբ եւ անարատ։ Հիսուսը չի եկել մեզ փրկել մեղքի մեջ, այլ եկել է մեզ փրկելու մեղքից։
ինչը որ չհասկացան հрьяաները։ Իրենք կարծում էին, որ Հիսուսը իրենց եկել է ստորացումից փրկի, հռոմեացիների լծից փրկի, աղքատությունից փրկի, դեսից դենից փրկի, ամեն ինչ մտածում էին, բացի որ իրանց մեղքից փրկի, իրանց պատկերացում այդ ձևեր։ Այսօր էլ մարդիկ այդպես են մտածում։ Հիսուսին ընդունում են, որ ավելի հարուստ դառնան, ավելի հաջողակ դառնան, ավելի սենց դառնան, ավելի նես դառնան, բայց ոչ թե նրա համար, որպեսզի իրենց մեղքերից փրկվեն։ Պողոսը միշտ մռայլ է ներկայացրել մարդկության պատկերը նվազագույն այն մարդկության, որը մասնակից չէ Քրիստոսի արդարությանը։ Եվ ով կարող է այսօր գրեթե 2000 տարի անց վիճել այդ կարծիքի հետ։ Ոչ մեկ։ Ինչ որ մեկն ասել է, որ քրիստոնեական միակ վարդապետությունը, որը հավատի վրա հիմնվելու կարիք չունի, մարդկության մեղավոր բնույթն է։ Ինչու՞։ Որտեղ մենք ամեն օր ականատես ենք մարդկության այս մեղավոր բնույթին։ Ցավոք։ Եվ տեսնում ենք, թե ինչի է հասցնում այն։ Տարապող մանուկներ, տարապող անմեղ մարդիկ, հավիտյան պատերազմներ, այսօր սրա հետ, վաղը նրա հետ, մենք տեսնում ենք ինչ է կատարվում։ Եվ այս բոլորը արձագանքն է այն հոգևոր պատերազմի, որ հիմա գնում է, որ այդ հզոր էակը պատերազմ հայտարարեց, այսինքն այդ որ հրեշտակ է, պատերազմ հայտարարեց իր ստեղծողի դեմ եւ տանուլ տվեց պատերազմը։ Բայց հիմա իր վերջին ճիքերն է անում մարդկանց քաշել այն դժբախտության մեջ, որի մեջ ինքն է։ Այնուամենայնիվ, մեղքի մուտքից ի վեր Աստված նախաձեռնություն է վերցրել մեզ, որքան էլ վատը լինենք, հաշտեցնի իր հետ։ Այսինքն, սկզբից ի վեր Աստված աշխատել է լուծել մեղքի խնդիրը, նույնիսկ եթե լուծումը կարող էր գտնվել միայն խաչի վրա իր սեփական մահվան միջոցով։ Այսինքն, Աստված, երբ որ մարդը մեղանչեց, ասեց դենն նետեմ սրանց վերջացնեմ, չէ, ինքը հնարավորություն տվեց փրկելու, ինչի։ Ով որ ծնող է կհասկանա, ով որ երեխա ունի, ով որ չի ենթարկվում, ով որ ինքը իրան վնասում է եւ դրանով իսկ տխրություն է պատճառում ծնողին, ծնողը ավելի շատ է տառապում երեխայից ավելի, որտեղ գիտե այդ ճամփան, որ երեխան բռնելը ուր է հասցնելու, լավ բանը չի հասցնելու, նույնը Աստված է, ինքը ստեղծել է մեզ, ինքը սիրում է մեզ եւ ինքը երբեք չի հրաժարվում մեզանից, եթե մենք չհրաժարվենք իրենից։ Նա պատրաստ եղավ մեռնելու միայն թե փրկի մեզ։ Եդեմում նա կանչեց Ադամին իր ստեղծավորության գլուխգործոցին. Ուր ես։ Աստված լավ գիտեր ուր է Ադամը, մենք սա շատ ենք քննարկել։ Բայց մեղքի մուտքից ի վեր Աստված փնտրում է մեզ յուրաքանչյուրից եւ յուրաքանչյուրս ասում է ուր ես, ինչի մոտ ես, ինչ ես հեռու։ Այսօր նա շարունակում է փնտրել իր մեկ կորած ոչխարին, մեզ։ Նա մի առ մի փնտրում է մեզ։ Նա կատարյալ ծրագիր ունի մեզ հասնելու համար։ Կիրառելով Ծննդոց 3:15-ի ավետարանական խոստումը, թշնամություն դնելով մեր եւ սատանայի միջև։ Երբեմն ավետարանը այնքան բարդ ու տեսական է դառնում, որ գործնական քիչ նշանակություն է ունենում 21-րդ դարի կյանքի համար, այսքան թվում է այդպիսի։ Բայց իրականում այն բավականին պարզ եւ ուղիղ է։ Ավետարանը կազմված է 3 մասից։ Առաջին, Քրիստոսի գործը մեզ համար, քանի որ մենք անկարող ենք փրկել ինքներս մեզ, Հիսուսը եկավ ու մահացավ մեր մեղքերի համար։ Հռոմեացիս 5:6-8։ Արդարև մինչդեռ տկարեն Քրիստոս ճիշտ ժամանակին մեծ մեղավորներից համար մեռավ, որովհետև արդար մարդու համար հազիվ թե մեկը մեռնի, բայց բարի մարդու համար թերևս մեկը համարձակվի մեռնել, Աստված իր սերը մեր հանդեպ հայտնեց նրանով, որ մինչդեռ մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ։ Երկրորդ, ուրեմն մենք երբ որ առաջին քայլը որն է, երբ որ մենք
Հավատքով ընդունում ենք, որ Հիսուս Քրիստոսը եկել է մեզ փրկելու համար։ Երկրորդ, մեր հավատքի արձագանքը։ Հավատքով, ապաշխարությամբ ու մկրտությամբ ընդունելով նրա մահը որպես մերը, մենք արդարացվում ենք եւ ազատվում մեղքի դատապարտությունից։ Հռոմեացիներ 5:9-11 Այժմ, որ մենք արդարացված ենք նրա արյամբ, որչափ եւս առավել նրանով փրկված պիտի լինենք այդ բարկությունից, որտեւ եթե մինչ թշնամի էինք, հաշտվեցինք Աստծո հետ նրա որդու մահվամբ, որչափ եւս առավել, երբ արդեն հաշտված ենք, փրկված պիտի լինենք նրա կյանքով։ Եվ ոչ միայն այսքանը, այլ նաեւ բարձրանում ենք Աստծո մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որով եւ հաշտություն իսկ ընդունեցինք։ Հռոմեացիներ 6:6 Այս իմացեք, որ մեր միջի հին մարդը խաչվեց նրա հետ, երբ որ մենք մկրտվեցինք, որպեսզի քայքայվի մեղքի մարմինը եւ այլևս մենք չծառայենք մեղքին։ Հռոմեացիներ 6:7 Որտեւ ով մեռնում է, ազատ է մեղքից։ Ինչի խորհրդանիշ է մկրտությունը, երբ որ մեր հին եսը մեռնում է, մտնում է ջրի տակ եւ նոր մարդ է հառնում, որը պիտի ծառայի Աստծուն։ Եթե մարդ առանց հասկանալու իր հին բնույթի վատ լինելը մկրտվում է, դա ողբերգություն է։ Այսինքն մարդը կարծում է, թե ինքը կատարյալ է, ինքը լավն է, դրա համար է եկելու ուխտ անում Աստծո հետ։ Աստծո հետ ուխտ ենք անում Քրիստոսի թափած Սուրբ արյամբ։ Եվ Աստվածաշնչած մարդար չկա, մեկն էլ չկա։ Այսինքն մարդը, երբ որ մկրտվում է, ինքը փաստորեն խոստովանում է, որ ես իմ հին մարդը լավը չի, այլ ոչ թե ինքնագոհ ասում է, ինչ եմ արել, որ փնտրում եմ մեջս մեղք չեմ գտնում։ Ինքան մարդիկ են այդպես ասում։ Ուրեմն լավ չեմ փնտրում։ Հիսուսի լույսի ներքո չեմ փնտրում։ Ուրեմն առաջին քայլ Քրիստոսը մեզ համար մահացել է, որպեսզի մենք փրկվենք, երկրորդ քայլ մենք հասկանում ենք մեր մեղավորությունը, մկրտվում ենք եւ հառնում ենք նոր կյանքի համար, հավատով լի կյանքի համար, որպեսզի ծառայենք ոչ թե մեր հին մարդուն, այլ մեր նոր մարդը ծառայի Հիսուսին։ Երրորդ, Քրիստոսի գործը մեր մեջ։ Ուրեմն եթե մենք այս երկու կետը ընդունում ենք եւ գնում ենք, դա դեռ բավարար չի։ Այսինքն այո, ընդունում ենք, որ Հիսուսը փրկիչ է, այո, ընդունում ենք, որ ինքը մեր համար մահացավ, մկրտվում ենք, որպեսզի մեր հին մեղքերը մաքրվի, բայց եթե մենք դրա վրա կանեցինք, եթե մենք հոգևոր չաճեցինք, որտեղ մկրտության վաղ հոգևոր մանուկ է ծնվում, եւ եթե այդ մանուկը չաճեց, այս երկու կետը ընդունելը մեզ համար 0 օգուտ կլինի, 0։ Այս բոլորը աշխատում է, եթե երրորդ կետն էլ է մեջը ընդգրկված։ Այժմ ապրած կյանքը Քրիստոսի հետ միավորելու, նրա վրա ստեղծող զորություն ապրելու եւ նրա մեր մեջ գտնվող կյանքի արդյունքն է։ Երրորդ Կորինթացիներ 5:17-21 Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է, որտեղ հինն անցավ եւ հիմա ամեն ինչ նոր եղավ։ Եվ ամեն ինչ Աստծուց է, որ հաշտեցրեց մեզ իր հետ Քրիստոսի միջոցով եւ մեզ տվեց հաշտության պաշտոնը։ Քանզի Աստված էր, որ Քրիստոսով աշխարհը հաշտեցրեց իր հետ եւ հաշվի չառավ նրանց մեղքերը ու տվեց մեզ հաշտության խոսքը։ Հաշտությունը գալիս է Աստծուց, երբ որ մենք մկրտվում ենք, դա նշանակում է մենք ընդունում ենք նրա առաջարկած հաշտությունը իր հետ։ Քանզի Աստված էր, որ Քրիստոսով աշխարհը հաշտեցրեց իր հետ եւ հաշվի չառավ նրանց մեղքերը ու տվեց մեզ հաշտության խոսքը, արդ պատգամավորներ են Քրիստոսի, որպես թե ինքն Աստված մեզնով կոչ ուղեր ձեզ, աղաչում ենք, հանուն Քրիստոսի, որ հաշտվեք Աստծո հետ։ Պողոս արդեն հաշտվել էր Աստծո հետ։ Թշնամուց վերածվել է Քրիստոսի զինվորի, Քրիստոսի զավակի եւ հիմա խնդրում է մյուսներին, ասում է հաշտվեք Աստծո հետ, որտեւ նրան, ով մեղքը չէր ճանաչել, Աստված մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծո արդարները լինենք։
Այսինքն կա արդեն միջոց հաշտության, բաց մի թողեք այդ միջոցը ձրի է, այդ միջոցը բոլորի համար հաղթանակ է ապահովում, բաց մի թողեք ձեր ձեռքերից այդ միջոցը։ Գաղաթացիներ 2:20 Քրիստոսի հետ խաչը ելավ, կենդանի եմ այսուհետև, բայց ոչ թե ես, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս։ Այսինքն ինչ է Քրիստոսի հետ խաչը ելավ, մեր եսը։ Իսկ հիմա, որ կենդանի եմ մարմնով, Աստծո որդու հավատով եմ ապրում, որ սիրեց ինձ եւ իրեն մահվան մատնեց ինձ համար։ Ուրեմն հիշենք, շատ կարևոր է, որ մենք ընդունենք Հիսուսին որպես մեզ հաշտեցնող, մկրտվենք, ստանանք մեղքերի ներում եւ անպայման երրորդը, որ շարունակենք Հիսուսին թույլ տալ, Սուրբ Հոգուն թույլ տալ մեր մեջ կերտել, աճեցնել նոր հոգևոր էակ։ Եվ սրանք պարտադիր չէ, որ առանձին քայլեր կամ իրադարձություններ լինեն, դրանք կարող են տեղի ունենալ միաժամանակ, հենց որ պատրաստ ենք Հիսուսին ընդունել մեր կյանքում, եւ դրանք կարող են թարմացվել ամեն օր, երբ ամեն առավոտ մեզ հանձնում ենք նրան։ Այսինքն ամեն առավոտ մենք մաքրվում ենք իր մեղքերից եւ հանձնվում ենք Հիսուսին, որ ինքը մաքրի մեզ այդ մեղքերից։ Այսինքն զզվանք այդ մեղքերի հանդեպ, որ մենք էլ չկրկնենք այդ մեղքը, որ մենք սրբվենք։ Ուրեմն ինչն է մեր խնդիրը։ Մենք խնդիր չունենք հաղթանակի մեջ։ Հիսուսը հաղթել է եւ հաղթանակը պատրաստ է շնորհել մեզ։ Մենք խնդիր ունենք, մեր խնդիրը կայանում է նրանում, որ մենք ամեն օր, ամեն առավոտ մեզ հանձնենք Հիսուսին։ Ոչ թե միայն խոսքերով, այլ իրոք։ Հիսուսին հանձնենք խոսքերով, դա մեր ուզածը անենք, մեր ձևով անենք, չէ։ Իրոք հանձնենք եւ սպասենք նրանից հրահանգներ, թե ինչպես ապրենք այդ օրը։ Անկախ նրանից, թե մեզ այն յուրաքանչյուրն ինչպես է ապրել, Քրիստոսի փրկարար գործը մեր կյանքում առանցքում միշտ Հիսուսի մահն է, մենք պետք է միշտ վերադառնանք դրան։ Կողոսացիներ 1:23 Ուրեմն հերիք չէ միայն ընդունել Հիսուսին որպես փրկիչ, այլ նաև թույլ տալ իրեն, որպեսզի մեզ մաքրի մեղքից։ Կողոսացիներ 1:23 Ահավասիկ հաշտեցրեց ձեզ իր իսկ մարմնով եւ իր մահվան, որպեսզի ներկայացնի ձեզ Աստծո առաջ սուրբ, անբիծ եւ անարատ։ Այստեղ մի համար է բաց թողված, չգիտեմ ինչու։ Պիտի լինի իրականում, եթե հարատևեք հավատքի մեջ, այն ժամանակ հաղթանակ կստանաք։ Ինչու են այս համար այստեղ բաց թողել, ես չգիտեմ։ Ոչ թե սա բանալի համար է, այսինքն ասում է, եթե հարատևեք, ոչ թե մի անգամ փրկված ես, ուրեմն միշտ փրկված ես, ասում է, եթե հարատևեք հավատքի կյանքում, այն ժամանակ փրկված եք։ Հանրանում արկա են եթեի 4 տարբեր տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նրբերանգները։ Պողոսը Կողոսացիներին խրախուսում է այն մտքով, որ նրանք իսկապես շարունակեն մնալ հավատքի մեջ եւ ինչպես Պողոսը շուտով նշում է, նա արդեն տեսել է նրանց հավատքի ու հաստատակամության ապացույցները։ Այնուամենայնիվ նրանց հույսը դեռևս պայմանավորված է նրանց համառությամբ այն հավատքի ճանապարհին, որով ընթանում են։ Շարունակել բառը այստեղ նշանակում է հաստատակամություն։ Այն օգտագործում է դպիրների ու փարիսեցիների առումով, որ շարունակում էին Հիսուսից պատասխան պահանջել
Քանի որ այստեղ մի համար է կորցրած եւ դա շատ այսքան բաց թողած։ Ես ուզում եմ անպայման այդ համարը կարդալ Կողոսացիս 2-րդ գլուխ Կողոսացիս առաջին գլուխ տների։ Եվ ձեզ էլ ուրեմն մերելներին Եվ ձեզ էլ, որ ատեն մը օտարացած եք ու չար գործերով թշնամիներ ձեր խորհուրդներովը, հիմա հաշտեցուց բուն իր մարմնովը մահվամ, որպեսզի մենք անոր առջև սուրբ ու անբիծ եւ անարատ կայնեցնե։ Այո, ուղակի համարը սխալ են դրել այստեղ։ 1:23 ասում է. Եթե կենաք հավատքին մեջ, ուրեմն 1:23-ի փոխարեն այստեղ գրել են 1:22-ը։ Եթե կենաք հավատքի մեջ հիմնված ու հաստատ եւ առանց խախտելու ավետարանին հույսեն, որ լսեցիք, որ երկնքի տակ եղած բոլոր ստեղծվածներում քարոզվեցավ, որուն ես Պողոսը սպասավոր եղա։ Այսքան հերիք չի, որ դուք ընդունել եք, դուք պիտի հարատևեք այդ ճշմարտության մեջ։ Այսքան Պողոսը Կողոսացիներին խրախուսում է այն մտքով, որ նրանք իսկապես շարունակեն մնալ հավատքի մեջ։ Եվ ինչպես Պողոսը շուտով նշում է, նա արդեն տեսել է նրանց հավատքի ու աստվածական ապացույցները, այնուամենայնիվ նրանց հույսը դեռևս պայմանավորված է նրանց համառությամբ այն հավատքի ճանապարհին, որով ընթանում են։ Հաստատված բառը վերաբերում է Աստծո խոսքով ամրապնդված հավատքի ու սիրո վրա ամուր հիմք դնելուն։ Ինչպես Մատթեոս 7:25-ում ասում է երկու տեսակի տուն սարքողների մասին եւ ասում է անձրևները թափվեցին, գետերը հորդեցին, հողմերը փչեցին եւ զարկեցին այդ տանը, բայց չկործանվեց, որովհետեւ ժայռի վրա էր հաստատված։ Իսկ ժայռը Հիսուսն է։ Մենք մեր հավատքը պետք է հաստատենք Հիսուսի վրա, որպեսզի չկործանվենք փորձությունների ժամանակ։ Այսինքն անշարժ կենանք հավատքի մեջ ամուր։ Կորինթացիս 15:58 եղեք հաստատուն եւ անսասան Տիրոջ գործի մեջ ամեն ժամ ավելի առաջ գնացեք իմացեք, որ Տիրոջով ձեր աշխատանքը զուր չէ։ Այսինքն շատ մարդիկ ասում են մեկ անգամ փրկված միշտ փրկված, դա այդպես չէ, Պողոսը մի անգամ այլ բան է ասում։ Այսինքն մենք պետք է ամեն օր հարատևենք ճշմարտության մեջ, համառ լինենք ճշմարտության մեջ։ Կողոսացիներ 1:24-25 Եթե ամուր ու անսասան մնաք հավատի մեջ եւ անխախտ հույսի մեջ այն աղատրերին, որ լսեցիք եւ որ քարոզվեց երկրի տակ գտնվող բոլոր արարածներին եւ որին ես Պողոս սպասավոր եղա եւ այժմ ուրախ եմ ձեզ համար կրած իմ չարչարանքների համար եւ լրացնում եմ իմ մարմնի մեջ Քրիստոսի նեղությունների պակասը իր մարմնի համար, որ է եկեղեցին։ Չնայած Պողոսը Կողոսացիներին ուղղված նամակը գրել է այն ժամանակ, երբ որ ինքը տան մեջ տնային կալանքի տակ էր, նրա ամենամեծ տառապանքը թերևս ոչ թե այն էր, որ ինքը բանտում է, այլ այն, որ դրա պատճառով ինքը չի կարող եռանդուն աշխատել տեղից տեղ եւ տնից տուն գնալ, ինչպես անվեր նախկինում։ Եվ Ինչպես Պողոսը գրել էր Փիլիպպեցիներին ուղղված նամակում, այժմ նա ուրախանում է հանուն Կողոսացիների գրած տառապանքների համար, որոնք նրանց օգուտի համար է։ Պողոսը կարող էր բանտում լինել, բայց Աստծո խոսքը շղթայված չէ, նա գրում է այդ մասին Տիմոթեոսին։
Երբ Պողոսը գտնում էր այս կալանքի մեջ, նա գրել է նաև Ֆիլիպպեսիներ, Եփեսացիներ եւ Ֆիլիմոնին ուղղված ուղերձները։ Ազատվելուց հետո Աստված նրան ներշնչում է գրելու Ատիմոթեոս եւ Տիտոսին թղթերում պարունակող կարևոր խորհուրդները, այնուհետև Հռոմի բանտում իր վերջին կալանքի ժամանակ նա գրել է Բ Տիմոթեոսին ուղերձը։ Մի խոսքով, այս վերջին տարիները Պողոսի նարություն են ընձեռել գրելու նոր պտականի զգալի մասը, որը հավանաբար ներառում է նաև Եբրայեցիներին ուղղված նամակը։ Այսինքն, ինչ որ կատարում է մեր կյանքում, Աստված գիտի դա եւ ինքն է թույլ տալիս։ Ինչի համար? Ավելի մեծ օգուտի համար։ Երբ որ Պողոսը այնտեղ էր Հռոմ բանտում էր, ինքը շատ է իր միջոցով, իր քարոզի միջոցով, որ մարդիկ գալիս էին եւ լսում էին իրեն բանտում այդ տնային կալանքի մեջ։ Եվ շատ մարդիկ դարձի եկան եւ ինքը գրեց շատ կարևոր թղթեր, որ ընդգրկվեցին նոր կտակարանում։ Այսինքն ինքը ժամանակ չէր կորցնում ոչ ազատության մեջ, ոչ բանտում։ Ինքը ծառայում էր Աստծուն եւ բանտում եւ ազատության մեջ եւ չէր վախենում ոչ մի նեղությունից։ Եվ ասում եմ, ես ուրախությամբ եմ այս ամեն ինչը գրում, որտեղ այս բոլորը ձեր օգուտի համար է։ Աստծո հավերժական ծրագիրը նախատեսում էր այս ամենը եւ ավելին։ Ուրեմն, Աստված կարգադրում է ամեն ինչ, եւ մենք չէ, որ պիտի թելադրենք Աստծո, թե Աստված ինչ ձևով կարգադրի, ինքը լավ գիտի դա։ Ինչպես անի։ Սա կարող է, ուրեմն, Պողոսը համոզված է, որ իր ուղին առաջնորդում է Աստված։ Եվ դրա համար ինքը չի բողոքում, չի ասում, ես իսկան տանջվեցի քո համար, դու հիմա բանտում տարապում ես։ Շատ վատ պայմանների մեջ, չէ։ Ինքը ասում է, սա դու թույլ ես տվել, ուրեմն այսպես է պետք, ուրեմն քո գործի օգուտի համար է։ Սակայն, ուրեմն, ավելի լայն իմաստով այն ընդգրկում է փրկության ծրագրում Աստծո կողմից նախատեսված բոլոր միջոցները։ Պողոսի մյուս առաքյալների նույնիսկ 5 կտականի մարգարեների, այդ թվում Մովսեսի ծառայությունը նախատեսված էր Աստծո խոսքը քարոզելու համար, եւ այս ամենը կապված է Աստծո այս ծրագրի հետ։ Գիտեք, այսօրվա հավատացյալները, նաեւ քարոզիչները հապուկ կյանք են փնտրում։ Երբ որ մարդը ծնվում է մանավանդ այս երկրում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, փոքր վաղտվանից նրան էս են ներշնչում։ Աշխատիր հարստանալ, հապուկ կյանք ունենալ եւ ֆան ունենալ, զվարճակ։ Սա է սովորացնում աշխարհը։ Բայց երբ որ հավատացյալները քարոզիչները իրենց կյանք համատեն Պողոսի հետ, Պողոս ասում է իմ օրինակին հետևեք, ոնց որ ես եմ հետևում Հիսուսի օրինակին։ Եթե Հիսուսի կյանքին հետևեն, արդյոք նման է այդ փափուկ տեղը, այդ փափուկ կյանքը, որ ընտրում են հավատացյալները, արդյոք նման է Հիսուսի կամ Պողոսի կյանքին։ Որ մի մարգարեն, որ մի ճշմարիտ հավատացյալն է հանգիստ կյանք ունեցել փափուկ, ոչ մեկ։ Եվ Հիսուսը ասում է, եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն։ Որովհետև մենք հոգևոր պայքարի մեջ ենք գտնվում։ Ուզենք, թե չուզենք։ Իսկ երբ որ հոգևոր պատերազմ է ընթանում, երբ որ պատերազմ է լինում, մարդիկ հանգիստ են ապրում, փափուկ կյանք է, չէ։ Սովել են կրում, վերևից ռումբեր են գցում, չգիտեմ ինչ է լինում, եւ ամեն մեկը պետք է իր գործը անի, որպեսզի այսինքն ամեն մեկի արած գործը այդ պատերազմի ընթացքում աշխատանքը որոշում է, թե այդ պատերազմը ինչպես կվերջանա, նույնը հոգևոր պատերազմում է։ Եթե մենք մեր վրա վերցրել ենք Հիսուսի անունը, հավատացյալի անունը, մենք չենք կարող փափուկ կյանքով ապրել։ Մենք պայքարի մեջ ենք, հոգևոր պայքարի մեջ։ Եվ որ էլ ուղարկի մեզ Աստված, ինչի միջոցով էլ որ անցնենք, մենք կարող ենք Աստծուն փառք տալ, որտեղ գիտենք, որ դա իր վերահսկողության տակ է, եւ ինչպես ինքն է ասում Աստվածաշունչում, ինչ որ կատարում է մեր կյանքում, ով որ իրան սիրում է, դեպի լավն է, թվում է թե չար բան է, ասում է չկա չարիք առանց բարիք։
Այսինքն հիշենք, սա մենք հոգևոր պայքարի մեջ ենք, ուզենք թե չուզենք։ Հիսուսը հաղթանակը արդեն կրել է, նա ուզում է տալ մեզ այդ հաղթանակը եւ մեզ այնց է կախված կվերցնենք, թե ոչ։ Այդպիսի բան չկա, որ մի մարդ ուժեղ է, Աստված մեկին ուժեղ է ստեղծել, մեկին ուժեղ չի ստեղծել, մեկը կարողանում է հարատևել հավատքի մեջ, մյուսը չի կարողանում, այդպիսի բան չկա, Աստված բոլորին էլ ուժ է տալիս, ասում է ամեն բան կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով։ Ինքը միայն մի բան է ուզում մեզ այնց, որ մենք որոշենք ընթանալ իր ճանապարհով, ասենք այո իր առաջարկությանը, ուրիշ ոչինչ, մնացած ինքը ապահովել է։ Եվ եթե իր զինվորն ես, անպայման հաղթող ես։ Թեև այս թեմային ավելի մանրամասն կանդրադառնանք վաղվա ուսումնասիրության ժամանակ, այսինքն հետագայում այս պահին օգտակար է նշել, որ Պողոսն իր ծառայությունը համարում էր որպես շատ ավելի մեծ երկարաժամկետ աստվածային ծրագրի ընդամենը մի փոքր մասը, որը սկսել էր իրագործվել աշխարհի սկզբից ի վեր։ Պատկերացնում եք, Պողոսի թղթերով մինչև հիմա Պողոսի թղթերը օգտակար եղան ոչ միայն այն ժամանակվա մարդկանց, այլ ամբողջ դարերի մարդկանց համար դրանից հետո։ Մարդիկ կարդում են Պողոսի թղթերը եւ ոգեշնչվում են եւ հավատքի դասեր են ստանում։ Եվ դրանց մի մասը գրվել է բանտում։ Կողոսացիներ 1:26-27 Դրան ես, Պողոսը, սպասավոր եղած Աստծո տնտեսության, որ տրվեց ինձ, ձեր մեջ կատարելապես քարոզելով Աստծո խոսքը, այն խորհուրդը, որ ծածկված էր դարերից եւ սերունդներից եւ որ այժմ հայտնվեց իր սրբերին։ Մեկ այլ տեղում Պողոսը խոսում է Աստծո խորհրդավոր եւ ծածուկ իմաստության մասին, որն Աստծո հավերժական նպատակն էր եւ որն Աստված հավիտենականությունից առաջ մեր փառքի համար սահմանել էր։ Բացահայտված փրկության ծրագրի միջոցով Պետրոսը խոսում է այս ճշմարտության մասին որպես մի բանի, որին սպասում էին մարգարեները եւ որի մեջ հրեշտակները ցանկանում են հայացքով թափանցել։ Այսինքն գիտեին, որ ծրագիր գոյություն ունի։ Ինքը բացահայտ է ծննդոցում, որ թշնամություն կստեղծե մարդու եւ սատանայի միջեւ, բայց ինչպես էր դա տեղի ունենալու, ոչ ոք չգիտեր։ Եվրեաները բոլորովին այլ ձևով էին դա պատկերացնում։ Եվ դրա համար էլ խաչեցին Հիսուսին։ Բայց ամբողջ Եսայա գիրքը դա մի փոքր ավետարան է։ Ամբողջ մարգարեությունները, թե որոնք կարդալով դու կարող ես իմանալ, թե ինչպես պետք է այդ փրկության ծրագիրը իրականանար։ Եվ շատերը, ովքեր կամեցան անկեղծ էին, ուսումնասիրեցին եւ հասկացան, որ այո, սա է Մեսիան, Նիկոդեմոսը, որ ղեկավարներից մեկն էր հրեա ազգի։ Ինչ վերջապես ուսումնասիրելով խորուս, արդեն նոր լույսի տակ ուսումնասիրելով Աստվածաշունչը ինքը հասկացավ, որ Մեսիան չի ծնվելու որպես թագավոր այս երկրի վրա իր առաջին ծնունդի ժամանակ, այլ որպես նույնիսկ նշված էր տեղը, որ Բեթլեհեմում պիտի ծնվի, որպես անօգնական մի մանուկ, եւ ամեն ինչ նշված է, իսկ իրանք թռնելով այդ մարգարեությունների վրա, միանգամից երկրորդ Հիսուսի երկրորդ գալուստին են գալիս, որ ինքը որպես թագավոր պիտի գա, որտեղ դա է իրենց դուր գալիս։ Բայց մինչև թագավոր դառնալը Հիսուսը կրեց տառապանք եւ նեղություն։ Նույնը մերն է։ Հիսուսը կոչվում է թագավորների թագավոր։ Թագավորները ով են? Փրկվածները։ Բայց մինչև թագավոր դառնալը նրանք էլ պիտի այդ նեղության ճանապարհով անցնեն։ Այդ նեղ ճանապարհով, որը տանում է դեպի փրկություն, հնարավոր չէ դրա վրա թռնել եւ միանգամից թագավոր դառնալ երկնքում։ Այդպիսի բան չկա։ Ահա սա է գաղտնիքը, որ մարդիկ չէին պատկերացնում։ Ուրեմն Հիսուսի կյանքի մահվան եւ հարության միջոցով այս խորհուրդը բացահայտվեց, այս գաղտնիքը։ Այսինքն Հիսուսը դարձավ բաց գիրք բոլոր մարգարեությունների այդ խորհրդի համար, տեսան ինչպես իրագործվեց դա, այնպիսի ձևով, որ մարդը բոլորովին չէր սպասում դա։ Եփեսացիներ 1:7-10 Նրանով է, որ ունենք փրկություն, նրա արյան միջոցով մեղքերի թողություն, ըստ իր շնորհի մեծության չափի, որ եւ առատացավ մեր մեջ ամենայն իմաստությամբ եւ գիտությամբ,
Ճանաչեցրեց մեզ ինչպես հաճելի իրեն իր կամքի խորհուրդները, նա դրանք նախապես սահմանված էր նրանով, որպեսզի իր ժամանակների լրումին ինչ որ երկում է եւ ինչ որ երկրի վրա ամեն ինչ Քրիստոսով բովանդակվի։ Եփեսացիներ 3:3-3:6 համարել, որտեղ հայտնությամբ ցույց տվեց ինձ խորհուրդը, ինչպես ավելի վերև գրեցի ձեզ համրատակի, որպեսզի կարող լինեք ընթերցել եւ տեսնել իմացությունը Քրիստոսի խորհրդի մեջ, խորհուրդ, որ այլ սերունդների մարդկանց որդիներին ցույց տրվեց, ինչպես այժմ այն հայտնվեց իր սուրբ առաքյալներին եւ մարգարեներին սուրբ հոգու միջոցով, որպեսզի հեթանոսները Քրիստոս Հիսուսի միջոցով ժառանգակից նույն մարմնի անդամ եւ նրա խոստման հաղորդակից լինեն ավետարանով։ Այսինքն ինչու՞մն էր գաղտնիքը։ Հրեաները կարծում էին մենակ իրանք են փրկվելու, ամբողջ կենտրոնացած էր իրանց վրա, մնացածը մեծ ծառաներն են լինելու։ Բայց Պողոսը ինչ է ասում, որ հեթանոսները հավասարապես փրկվելու են ինչպես որ հրեաները։ Եվ ցավոք շատ հրեաներ չընդունեցին Քրիստոսին, մինչև հիմա էլ չեն ընդունում եւ չեն փրկվում, բայց շատ հեթանոսներ, բազմաթիվ հեթանոսներ ընդունեցին ճշմարտությունը եւ փրկվում են։ Եվ մինչև այսօր էլ մենք տեսնում ենք բոլոր հետևանքները այդ դրա, որ հրեաները չընդունեցին Քրիստոսին։ Մինչև հիմա տեսնում ենք ինչպիսի տառապանքներ է դա բերում ամբողջ մարդկությանը, ներառյալ այսօրվա իրադարձությունը։ Շատ ցավալի է։ Տառապում են երեխաներ, տառապում են անմեղ մարդիկ։ Ինչի համար։ Եսասիրության պատճառով, եսամոլության, փառամոլության։ Մենք ասենց, նրանք անենց։ Եվ վերջո, ամեն բան երկնքում եւ երկրի վրա կմիավորվի Քրիստոսի մեջ, հասնելով լիակատար միասնության։ Սա էր Քրիստոսի աղոթքի կենտրոնը Հովհաննես 17-ում, թե ինչպես սա տեղի կունենա մի խորհուրդ էր, որն այժմ բացահայտվել է ավետարանի միջոցով։ Թե ինչու է Աստված մեզ այնքան սիրում, որ Հիսուսին երկնքի այն գանձը կտա մեր փրկության համար, մեր ուսումնասիրության թեման կլինի ողջ հավիտենության ընթացքում։ Իհարկե ծնողները հասկանում են, որ երեխա ենք ունենում, մենք սիրում ենք մեր երեխաներին առանց որևիցե պայմանի։ Եվ արդեն հասկանում ենք ինչու է Աստված մեզ սիրում, որտեղ ինքը մեր երկնային ծնողն է, երկնային հայրը։ Քրիստոսը բոլորի համար մեռավ, որպեսզի կենդանի եղողներն այլևս ոչ թե իրենց համար կենդանի լինեն, այլ նրա համար, որ այսքան ապրեն, այլ նրա համար, որ իրենց համար մեռավ ու հարություն առավ։ Արդյունքում բոլոր նրանք, ովքեր հավատում են Քրիստոսին, հրեա թե հեթանոս, հավասարապես կիսում են Աստծո խոստումները ավետարանի միջոցով եւ միավորվել են մեկ մարմնի եկեղեցու մեջ։ Կողոսացնես 1:7, որ է Քրիստոսը ձեր մեջ, արտահայտությունը վերաբերում է Քրիստոսի սրտում հավատքի միջոցով բնակվելուն։ Քրիստոսի հետ այս հոգևոր միությունը հնարավորություն է տալիս հավատացյալներին արդեն իսկ նրա հետ նստել երկնքում եւ ճաշակել հանդերձյալ աշխարհի զորությունները։ Քրիստոսի ներկայությունը մեր կյանքում արդեն սկսում է մեզ միացնել երկնքի հետ։ Ավետարանն է, որ գործում է հավատացյալների սրտերում եւ որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սրբերին բաժին հասած ժառանգության լույսի մեջ։ Մենք մկրտվում ենք ոչ թե նրա համար, որ մենք արդեն սուրբ ենք եւ մկրտվում ենք եւ հարաբերություններ ենք ստեղծում Աստծո հետ։ Եվ որպես այդպիսին միայն պիտի օրհնություններ ունենանք, օրհնություններ օգտվենք, բայց օրհնությունները շատ լավ չենք պատկերացնում։ Պատկերացնում ենք մեծամասամբ ֆիզիկական տեսքով, ֆինանսների տեսքով։ Այո, Աստված կարող է դա էլ օրհնել, բայց այն ժամանակ, երբ որ մենք պատրաստ կլինենք դրանք ճիշտ օգտագործել։ Եվ մկրտվող մարդը այն մարդն է, որ լիովին հասկանում է, որ մինչև հիմա ինքը սխալ ճանապարհով էր գնում։ Իսկ հիմա ժամանակը եկել է, որ ինքը ուզում է ճիշտ ճանապարհով գնալ։ Եվ հասկանում է, որ ինքը ուղղվելու կարիք ունի։ Կողոսացիներ 1:28-29 Աստված ուզեց ցույց տալ նրանց, թե փառքի ինչ ճոխություն կա այս խորհրդի մեջ հեթանոսների համար, եւ այդ խորհուրդը այս է. Քրիստոս փառքի հույսը ձեր մեջ։ Այդ Քրիստոսն ենք հարուզում մենք, հորդորում ենք ամեն մարդու եւ ուսուցանում ամեն մարդու ամենայն հոգեոր իմաստության, որպեսզի ամեն մարդու կատարյալ դարձնենք իր Քրիստոս Հիսուս։ Պողոսը միայն չէր քարոզում, հետո մկրտում էին ու վերջել։ Պողոսը չէր հետաքրում, չէ։ Ինքը ժամանակ անդրադառնում էր եւ անդադար իր թղթերով անձամ գնում
այցելում էր եւ շարունակում էր աճեցնել այն սերմերը, այսինքն Հիսուսն է աճեցնում, բայց ինքը շարունակում էր իր ճշմարիտ խորհուրդներով, ամբողջ իր թղթերը լցված են խորհուրդներով ճշմարիտ քրիստոնեական կյանքի վերաբերյալ, որպեսզի մարդիկ աճեն, երբ որ մենք մոտենում ենք ծառին, մենք ուզում ենք հասուն պտուղ քաղել, որտեղ հասուն պտուղի մեջ է վիտամինները, քաղցր է, համով է արդեն։ Եվ Հիսուսն էլ ուզում է, որ մենք հասունանանք, հասուն պտուղ բերենք իր համար։ Պողոսի քարոզչության կենտրոնում Քրիստոսն էր եւ նրա խաչելությունը։ Ըստ Քրիստոսի զոհաբերության նպատակ, ըստ Եփեսացիներին 5:27-ի, Քրիստոսի զոհաբերության նպատակն էր, որ եկեղեցին իր առաջ փառավոր կանեցնի, որպեսզի որևէ արատ կամ բիծ կամ որևէ նման բան չունենա, որ սուրբ ու անարատ լինի։ Այսպիսով Պողոսի ավետարանը քարոզելու նպատակն է, որ ամեն մարդու կատարյալ դարձնեն Քրիստոս Հիսուսով։ Նա դա անում է ուսուցանելով եւ զգուշացնելով, սովորեցնելով քրիստոնեական վարդապետության եւ գործելակերպի տարբեր կետեր, եւ զգուշացնելով ավետարանը մերժելու հետևանքների ու կեղծ ուսուցիչների վտանգների մասին։ Այսպես ենք մենք աճում, դառնալով հասուն քրիստոնյաներ, ընդունելով Աստվածաշնչի ուսուցումները եւ հետևելով դրա զգուշացումներին։ Հասունությունը կարևոր հասկացություն է, նորածին երեխայի ծնողները տոնում են յուրաքանչյուր կարևոր իրադարձություն, առաջին բառերը, քայլեր սովորելը, կարդալ սովորելը, որ ծնողը չէր անհանգստանա, եթե իր երեխան մի քանի տարի անց դեռևս չկարողանար քայլել կամ խոսել։ Աճը եւ զարգացումը բնականon երևույթներ են եւ դա սպասվում է։ Այդ նույնը ճիշտ է քրիստոնեական կյանքի առումով։ Եթե մարդը մկրտվել է, բայց չի հասունանում հոգեվոր, դա արդեն խնդրեմ է։ Հունարեն հասուն բառը նշանակում է կատարյալ եւ առանց թերության։ Քրիստոնեական աճի գործընթացի միջոցով մենք խորապես գիտակցում ենք Աստծո օրենքի խորությունը եւ այն, որ դրա պահանջները չափազանց ընդարձակ են, մենք հասկանում ենք, որ այն ընդգրկում է սրտի խոկումներն ու խորհուրդները։ Նայեք, տեսեք, այս կատարյալը չի նշանակում, որ հասուն քրիստոնյաները սխալ չեն գործում, չէ։ Ճիշտ է, ավելի քիչ են սկսում գործել, քան թե նախկինում համեմատած իրենց նախկինի հետ։ Չի կարելի բոլորին ու ամեն մեկին իր չափով է տրվում։ Այսքան տրվում է, այդքան մեջ հավատարիմ մարդ, հետո այսքան է տրվում, հետո էլի։ Եվ պետք չի համատվել ուրիշների հետ, որպեսզի չափենք մեր կատարելության չափը։ Ամեն մեկ իր չափ ունի։ Ամեն մեկին մենք չգիտենք ուրիշին ինչքան է բացված։ Միգուցե այդ մարդը իր բացվածի համեմատ կատարյալ է քայլում, եւ եթե Աստված գտնի պետ ուզում է ավելին իրեն բացել, նորից կբացի եւ նա ավելի մի քայլ էլ առաջ կգնա։ Այսինքն ամեն մի աստիճանի վրա կատարելություն։ Սա է, որտեղ մենք կատարելագործվելու ենք, հասունանալու ենք նաև ողջ հավիտենականության ընթացքում։ Կատարելությունը չունի սահման, այն սկսում է այստեղ եւ շարունակվելու է հավիտենականության մեջ։ Մենք պետք է զգույշ լինենք այն ճանապարհը, որն ուղիղ է թվում մարդու առաջ, բայց նրա վերջը վահան ճանապարհներ են, Առակներ 14:12-ն է ասում։ Հոգևոր խորաթափանցությունը գալիս է Աստծո խոսքի հոգով առաջնորդվող իմացությունից։ Կեղծ ուսմունքները սովորաբար որոշակի ճշմարտություն են պարունակում, բայց կամ ավելացնում են, կամ ինչ-որ բան հանում են Աստծո խոսքից։ Այդ կեղծիկը հաճախ հաջողության է հասնում, եթե ոչ Աստծո ասածները ուղղակիորեն կասկածի տակ դնելով, ապա առնվազն հարցականի տակ դնելով, արդյոք դա իսկապես հնարավոր է կամ կիրառելի է մեր օրերում։ Մենք պետք է օձի պես խորագետ լինենք, բայց աղավնու պես միամիտ, եթե երբ հարցը վերաբերում է դավանաբանական ճշմարտությունը սխալից տարբերելուն։ Վերջում կարդանք Էլեն Ուայթի «Քայլեր դեպի Քրիստոսից» եւ նաեւ Ավետարանչություն գրքից։ Մենք չունենք մեր սեփական արդարությունը, որով կարողանանք բավարարել Աստծո օրենքի պահանջները, բայց Քրիստոսը մեզ համար փրկության ճանապարհ է պատրաստել։ Եթե դու քեզ նվիրես նրան եւ ընդունես նրան որպես փրկիչ, որքան էլ մեղավոր լինի քո կյանքը, նրա համար դու արդար ես համարվում։ Քրիստոսի բնավորությունը ներկայանում է քո բնավորության փոխարեն եւ դու ընդունվում ես Աստծո կողմից այնպես կարծես չես մեղանչել։ Սա առաջին քայլի մասին է, երբ որ
ներում են մեր մեղքերը եւ Հիսուս իր արդարությունը տալիս է մեզ ջրի, բայց հետո գալիս է երկրորդ քայլը։ Ավելին Քրիստոսը փոխում է սիրտը։ Եթե այդ քայլից հետո չի գալիս սրտի փոփոխություն, այն առաջին քայլը 0 է։ Նա հավատքով բնակվում է քո սրտում։ Դու պետք է այս կապը Քրիստոսի հետ պահպանես հավատքով եւ քո կամքն անդադար նրան հանձնելով, անընդհատ, անդադար մեր կամքը պիտի հանձնենք Հիսուսին։ Ինչպես Պողոսն է ասում, ոչ թե ինչ որ ես եմ ուզում անեմ, այլ ինչ որ դու ես ուզում անել, Հիսուս, սա թող իմ կյանքում լինի։ Եվ քանի դեռ դու անում ես դա, նա կաշխատի քո մեջ կամենալն էլ անելն էլ իր բարի հաճությամբ։ Այսինքն մեր կյանքի ամեն օրը որոշում է մեր հոգևոր պայքարի վերջնական կամ հաղթանակը, կամ պարտությունը։ Այսպիսով մենք ոչինչ քանի կենթանենք, մենք պայքարի մեջ ենք։ Այս կյանքում պայքարը չի վերջանում։ Այսպիսով մենք ոչինչ չունենք մեզանում։ Քանի սատանան կենթանի է, քանի դեռ պատժված չէ, մեր կյանքը պայքարի մեջ է, որտեղ ինքը երբեք չի դադարում մեզ փսփսալուց, մեզ շեղելուց։ Դրա համար մենք միշտ պիտի զգոն լինենք, ինչպես ասում է Աստվածաշունչը, անպայման, որպեսզի դիմակայենք իր փսփսոցին, մենք պիտի լսենք Հիսուսի խոսքը, Աստծո խոսքը, որպեսզի տարբերենք այդ փսփսոցը, որ Աստծուց չի։ Այսպիսով մենք ոչինչ չունենք մեզանում, որով կարող ենք բարձրանալ։ Մենք ինքնամեծարման հիմք չունենք։ Հույսի մեր միակ հիմքը Քրիստոսի արդարությունն է, որ մեզ է վերագրվում, եւ այն, որ նրա հոգին գործում է մեզանում եւ մեր միջոցով։ Ինձ տրված լույսը շատ հստակ է եղել, որ շատերը կհեռանան մեզանից, ուշադրություն դարձնելով պիղծ հոգիների եւ սատանայի վարդապետություններին։ Տերը փափագում է, որ յուրաքանչյուր հոգի, ով պնդում է, թե հավատում է ճշմարտությանը, ունենա խելամիտ գիտելիքներ այն մասին, թե ինչ է ճշմարտությունը, իսկ ինչպես կարող ենք ունենալ այդ գիտելիքները, իհարկե ուսումնասիրելով Աստվածաշունչը, ոչ թե մարդկանց խոսքերին հենց այդպես վստահելով, այսինչ քահանան ասենց ասեց, այսինչ քարոզիչը նենց ասեց, այսինչ հավատացյալը ասենց ասեց։ Ոչ, մենք պետք է իմանանք Աստծո խոսքը եւ համեմատենք այդ մարդկանց ասածը Աստվածաշնչի խոսքի հետ։ Եվ եթե չի բռնում, մենք չպիտի ընդունենք այն մեր կյանքում, ով ուզում է ասի, ուզում է Հռոմի պապ լինի, ուզում է կաթողիկոս լինի, ուզում է քահանա լինի, ուզում է քարոզիչ լինի, ուզում է սովորական հավատացյալ լինի, եւ այլն, եւ այլն։ Ուզում է հարուստ լինի, ուզում է աղքատ լինի։ Շատ ցավալի դեպքեր են ամեն օր տեղի ունենում մեր կյանքում, սարսափելի դեպքեր, երբ այդ մանկապղծության մասին լսում ես, թե ինչեր են արել բահաղին երկրպագողները, բահաղի ետևում կանած է ով սատանան։ Սարսափելի է, ուղղակի սարսափելի, երբ որ պղծում են երեխաներին, երբ որ պատերազմներ են հայտարարում եւ ռմբակոծում են անմեղ մարդկանց, երբ որ արհեստականորեն տանջանք են ներմուծում ես աշխարհ, այսօրվա կյանքը դառել է սարսափելի։ Երբեք չգիտես, թե մյուս վայրկյանին ինչ է լինելու, բայց մենք ունենք խարիսխ Հիսուսը։ Այս ամեն ինչը կատարվում է եւ մենք մեկ հետևություն պետք է անենք այս ամեն ինչից, որ այս աշխարհի վրա, այս մեղավոր աշխարհում ապագա չկա։ Մեր ապագան կապված է Հիսուսի հետ։ Մեր ապագան կապված է Հիսուսի ուսմունքի հետ։ Մեր ապագան կապված է Հիսուսի երկրորդ գալուստի հետ, երբ որ նա գա եւ վերջ դնի այս ամբողջ մղձավանջին եւ վերջապես այս տարապանքը կվերջանա եւ չարը իր պատիժը կստանա եւ ամբողջովին կվերանա դիեզերքից եւ այն ժամանակ նոր մարդիկ կարող են հանգիստ առնել, ինչպես ասում է, հավիտենական հանգստի մեջ կմտնենք, հանգստի, ինչից հանգստի, մեղքից,
և չարիքից։ Թող Աստված օրհնի մեզ, օրհնի մեր գալիք շաբաթվա բոլոր օրերը, որ մենք ամեն շաբաթ, ամեն առավոտ այդ ընտրությունը կատարենք։ Հիսուսին խնդրենք, որ ինքը առաջնորդի մեզ մեր ճանապարհով, այլ ոչ թե մեր փոքր խելքով որոշենք, թե որն է մեր համար լավ, որն է մեր համար վատ։ Աստծո ծրագրերը մեր ծրագրերից շատ տարբեր են։ Փորձենք հասկանալ իր ծրագիրը և կատարել այն Հիսուսի շնորհքով մեր կյանքում։ Տիրոջ ողորմությամբ, Աստծո ողորմությամբ, մինչև մյուս շաբաթ։